Տեսեք, խուզարկություններ կատարվում, կա դատանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ հերթական շոուներ, մասկի շոուներ ինչպես տեսակ, երեկվա պլանի հետ կապված Պարզ է, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու է, լույսը այդպես է բացվել։ Մի քիչ միկրոֆոնից հաքերների միջև հայտարարությունը ինչ են հայտնաբերել, որևէ քերիորեն հետապնդելի առարկա չեն հայտնաբերել։ Մի բուռ մեղ են տարել կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ, այդպիսի բաներ միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է սրբազանի տանը հայտնաբերել, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է տեղի Իսկ արխիվերով ինչ էր վարազդատ, որ տարան, Արտուրը Սարգսյանն ասաց, այդ ծխերից են, Արտուրն են։ Այդ են ծխերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին ինչպես էր ծխում եւ Իսկ այդ մեխերը, որ ասում եք, մի բուռ մեխ են տարել, դա հեգնական մասում Ինչ հոդվածով է, ինչ է կատարվել, իրավական տեսել եք հնչականի հայտարարությունը, որքանով հասկանալի է, զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ ժուրվերնյան Ֆանտաստիկ ինչ-որ չէ, քնչական Ածել մասնակցում էր գործընթացը ապահովելու ավտոմատավոր դիմակավորված անձինք մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց եւ որ ավտոմատավոր տևեց Վարազդատ։ Ներողություն, ինչու 6 ժամ տևեց։ Ամեն դեպքում ասացին, որ 7-ից մինչև Դե տեսեք, ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին, տեսակ ծուխ։ Ընթացքում կերևա, որ այս ամեն ինչը նաև ճանապարհային երթևեկության ինչ-որ եռանկյունի նշան ներքից մի հատ եռանկյունի նշան հանեցին ճանապարհային երթևեկության, դա կարող են դիտարկել որպես այն, որ ճանապարհային ապակայունացնող վիճակ պիտի երթևեկության Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենա խոտանվում է, պետք է հանի դնի։ Ես չգիտեմ նախկինում այս տանը ով է բնակվել, ինչ նպատակներով է այդ նշանը, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա։ Դուք գնալու եք հնչական կոմիտե։ Իսկ որևէ, այսինքն կարգավիճակ այս բանի Բագրատ Սրբազան ունի եւ նրա հետ մի հոգեորականի եւս տարան նրա անձնան նկասեք նա անկեղծ Սարգսյանն է եւ Մովսեսն է կարգավիճակը դե այս պահին արդեն ձերբակալված է համարվում վստահ են բալանքի միջնորդություն կներկայացնեն կանայք հատկապես կհասկանան այս վիդեոն մի հատ ասեմ ձեզ դա ինչ է այո կենցաղային սա է տարան չգիտեմ Ետնի շորի ձողն է որը յուրաքանչյուրի տանը կա Բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան կարա դա կոտրի, որովհետև դա բարակ քիչ է։ Սրբազանի հեռախոսը արգելվել է։ Այո, բոլոր հեռախոսները, բոլոր գրիչները։ Ում բերման ենթարկեցին Հրայր Սարգսակին, Սրբազանին, Հրայր Սարգսակին եւ Մովսեսին։ Պարոն Հարությունյան, ձայնագրություններ են հանրայնացվել, ծանոթացել եք ձայնագրությունների բովանդակությանը, որոնք տարածել եք քննչական կոմիտեն։ Նայեք, պարոն Հարությունյան, առանձնազրույցներ են Բագրատ Սրբազանի հետ, աջակիցների հետ տարբեր հատվածներ անհասկանալի տեղերից, այսինքն երիտասարդներ եթե ունեք, հավաքեք, թող on-line տիրույթում ակտիվություն ծավալեն, դա հնարավոր է այսպես համարել ահաբեկչական սցենար, եթե երիտասարդներին հորդորում են օրինակ ակտիվություն պահել։ Վստահաբար կարող եմ ասել ոչ։ Այս ողջ ժամանակահատվածում վերջի 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, տարբեր միջոցառումներ են եղել եւ այդ ժամանակ բարձրացավ այդ ակտիվությունը անձանց այդտեղ որն է քրերն հետապնդել։ Բայց հիմա իրանք այս շոուի ատրիբուտները այսպես ապահովելու են, տարբեր այսպիսի բաներ են տարածելու, շղար ստեղծելու եւ իմիտացիա անելու համար, որ տեսեք
ահաբեկչական խումբ են։ Այսինքն դուք պնդում եք, որ որևէ իրեղեն ապացույց այս պահին Ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպես շոուներ բազմաթիվ ենք ունեցել, քույն հայ-african դաշնակցության հետ կապված տարին մեկ մի անգամ այսպես գնում են մարզերում բոլորին ձերբակալում են։ Հետո այս անգամ ավելի սրացում։ Պարոն Դանիելյան, ասում եք ԱԾ, քննչական ԱԾ եք գնում, բայց քննչական են տարել, պարոն Դանիելյան։